Աջակցության ծրագրի նպատակը առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդը հունվարի 1-ից հետո վաճառելու դեպքում համաչափ հարկային բեռն ապահովելն է։ Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, ովքեր միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին։ 2024 թվականի ընթացքում իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում համարվել են շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև վճարել են այս եռամսյակների համար առաջացող շրջանառության հարկի գծով պարտավորությունները։ Պարտադիր պայման է նաև, որպեսզի շրջանառության հարկ վճարողի մոտ ձևավորվող շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության մասով իրացման շրջանառության 5%-ը, կամ հարկ վճարողը ունենա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների մասով հարկի գումարից չնվազեցված և տեղափոխված հարկի գումար։ Աջակցության ծրագրից օգտվելու պարտադիր պայման է նաև, որպեսզի հարկ վճարողը հարկային մարմին ներկայացնի 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և առևտրական գործունեության մասով իրացման շրջանառության 5%-ի տարբերության չափով։ Միաժամանակ հաշվարկվի լրացուցիչ աջակցություն, եթե հարկ վճարողը ունենա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների մասով հարկի գումարից չնվազեցված և տեղափոխված գումար։ Տվյալ դեպքում լրացուցիչ աջակցության գումարը կհաշվարկվի վճարման ենթակա շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով։ Ընդ որում պետք է հիշել, որ այս լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել չնվազեցված և տեղափոխված գումարի 1.375 պատիկը։ Աջակցությունը ստանալու համար 2025 թվականի առաջին եռամսյակի մասով դիմումը և ապրանքային մնացորդի մասին տեղեկությունները ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։ Հարկային մարմինը 1 ամսվա ընթացքում ուսումնասիրելու է հարկ վճարողի համապատասխանությունը ծրագրի շահառու համարվելու պայմաններին, կատարելու է աջակցության գումարի հաշվարկ, այնուհետև գումարը փոխանցվելու է հարկ վճարողի բանկային հաշվին։ Իսկ մերժման հիմքերի առկայության դեպքում հետադարձ ծանուցմամբ հարկային մարմինը տեղեկացնելու է այդ մասին հարկ վճարողին։ Այն դեպքում, երբ աջակցության գումարը ստանալուց հետո ներկայացվում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ և արդյունքում առաջանում է ավել վճարված աջակցության գումար, այդ գումարը շրջանառության հարկ վճարողը պետք է վերադարձնի պետական բյուջետ ճշտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում։